պատկերացնեմ։ Հայկական ծիրանափողը շարունակում է պտտվել աշխարհում, գրանցել ռեկորդ։ Դառնալ սիրելի ու ճանաչելի ոչ միայն հայ հանդիսատեսի կողմից Արսեն Պետրոսյան քարակի շնորհիվ, այլ նաև հայտնիների հետ համագործակցության շրջանակներում դառնալ համընդհանուր ընկալելի։ Այս ամենի մասին ավելի մանրամասն խոսելու ենք մեր հյուրի հետ։ Մենք դժվար կարողացանք նրան գտնել եւ մեր բաժնի ադմինիստրատորը շատ ճոխ ներկայացրեց, ասեց Արսենն է Պետրոսյան գալու, բայց մենք այլ արտաքինով մարդու էինք պատկերացրել։ Այնքան անհասանելի թվա, այսպես տեսախցիկը եւ մեր այսօրվա հյուրն է դուդուկահար Արսեն Պետրոսյանը, որը եկել է առանց դուդուկի։ Բարի լույս գալիս են Արսեն ջան, իրեն զենքով են։ Առաջին համերգը մեզ մոտ է լինում, մենք էլ ամեջար վայելում ենք այդ համերգը, հիմա մի տեսակ անակնկալի եկանք, իրականում մենք խոսում ենք Արսեն հետ այն մասին, երբ ասում էր դժվար գտանք, հյուր կանչելու համար, դրա կոնտակտ կամ կանչել, մենք մտածում էինք արտասահմանում է ապրում եւ առաջին հարցը ես տվեցի Արսենը, ասեցի դու ինչ Հայաստանում ես ապրում։ Հիմա այո, կեցեք Կոտայքի մարզը։ Լավ, Չարենցավանում նույնիսկ պետք չի ասել, Չարենցավանում է ապրում։ Խնդրեմ, հենց Արսենը կպատասխանի այդ հարցին։ Ես հարցնում էի, պատրաստվում ես Արսեն տեղափոխվել, պարզվեց ոչ։ Դեռ չեմ պատրաստում տեղափոխվել։ Դեռը կար։ Դեռ իհարկե կա միշտ ամեն այդ Never say never։ Այդ իմաստով այդ կոնտեքստի մեջ։ Նախ Չարենցավանը ինքը հետաքրքիր տեղ է, սիրուն տեղ է, համել իմ համար է տան գաղափարը, ինչքան տեսնում ես աշխարհը, ինչքան ճամփորդում ես, ավելի ես հասկանում, հա, որտեղ ես ապրում։ Ես օրինակ Չարենցավանում եմ ծնվել, ապրել ու երկար տարիներ չի այսինքն չի տեսնում այդ գեղեցկությունը, բայց հիմա որ դուրս եմ գալիս այդ իմ սարերն եմ տեսնում եւ այլն, իրականում սիրուն է ու համել կարաս ամենտեղ լինես աշխարհում, օրվա վերջում, երբ որ ասում են ուր ես գնում, ասում ես տուն եմ գնում, կապ չունի քո տունը որտեղ է, իր խնդիրներով, դժվարություններով եւ այլն, բայց այդտեղ վերջանում է բոլոր հարցերը ու մարդիկ քեզ ընդունում են, ընկալում են ու դա նորմալ է ու ինքնությունը ավելի է խորացնում այդտեղ, հա։ Արսեն, հայկական ծիրանափողը նաև քո շնորհիվ ընկալելի է դառնում, սիրելի ու սիրված է դառնում աշխարհում, բազմաթիվ ծագերում ես դու լինում, այսպես ICA-ից մինչև Ամերիկա։ Ինչն է քո կարծիքով գրավում նրանց։ Էլի սկսեմ ինքնությունից, որտեղ ծիրանափողը դուդուկա կապված է հայկական մշակույթի հետ, ներկայանում է որպես հայկական սիմվոլ, Հայաստանի սիմվոլ, այսքանով ինքը հետաքրքիր է ու ինչ որ ունենք այդ դպրոցը, որպես գործիքի հայրենիքը դա Հայաստանն է, ես էլ որպես նոր սերնդի ներկայացուցիչ այդ ավանդները կրող ու ներկայացնող, մեծ նվեր է իմ համար դա ու նաև պարտավորեցնող։ Այդքանով հետաքրքիր է նաև, թե մյուս կողմը արդեն ամեն արտիստ, ամեն երաժիշտ ինքը իր միջոցով է ներկայացնում ու պետք է հենց անել, որ այդ կապը չկոտրվի, ինչքան էլ դու ժամանակակից լինես, ինչքան էլ քայլես ես գլոբալ դաշտի հետ, շատ նորմալ է ու պարզ է, որ ով ես դու, ինչ ես քեզանից ներկայացնում, երբ որ այդ կոնցեպտով ես մոտենում երաժշտությանը, քեզ լուրջ են ընդունում, քեզ հավատում են կամ քեզ հարգում են, ու այդ ամեն ինչը ինքը շատ լուրջ աշխատող տարբերակ է, ոչ թե որ ասես ինքը հին կամ տրադիցիոն երաժշտությունը այսօր չունի, այդ ուժը ոչ տենց չի, այլ հակառակ, երբ որ ոնց է ճարտարապետության մեջ, որ գնում ենք տարբեր տեղ, առաջնահերթ փորձում ենք ինքնություն գտնել։ Նույնը խոհանոցի մեջ է, ու այս կոնցեպտով ինքը աշխատում է, որտեղ ինքնություն կա, առաջնային ընդեղ է իրան տեղ տալիս ու դուդուկը այդ իմաստով մեծ խոսք ունի ասելու ու ասում է Հայաստանից ամեն դեպս։ Ինչ արձագանքներ են լինում, որտեղ եք ամեն ինչ շատը դուք տպավորվել, որ երկիրն է, որ այսպես ապշել է դուդուկի ձայնից։ Ամեն համերգ շատ տարբեր է, սկսած փոքր համերգից, իմ համար ամենափոքր համերգներից եմ սկսել ու մինչև 50,000 հանդիսատեսի առաջ ներկայացել եմ որպես սոլո կատարման Ֆրանսիայում, շատ տարբեր երևույթներ է մարդկանց մոտ ինչ ընկալում ունի, բայց ընդհանուր ձայնից սկսած է, մարդուն այդ ձայնի հուզական դաշտն է, որ ստիպում է ինչ-որ բան խորհել կամ մտածել, բայց շատ ինդիվիդուալ բան է, գիտեք, դուրս է գալիս։ Առաջիկայում որտեղ ունեք համերգներ, ինչպիսի համերգներ ունեք, որտեղ ձեզ լսեն։ Առաջիկայում էլի եվրոպական երկրներում, բայց կարող ենք սկսել տարվա սկզբի կարևոր համերգներից, շատ կարևոր նույնիսկ կարող եմ ասել, իմ քարյակի հետ Վիեննայի Վիեններ կոնցերտ հաուսի կայացած sold out համերգից Արսեն Պետրոսյան քարյակի եւ Ինտեզա դուո բարոկ երաժշտության։ Երբ է լինելու։ Չէ, եղել է արդեն հունվարի 19-ին
sold out համերգ, որը աշխարհի լավագույն համերգասրահներից մեկն է ու դա շատ կարևոր քայլ է ոչ միայն իմ գործունեության համար, նաև հայկական երաժշտության, որովհետև այդ տեսակը ժողովրդական ձևաչափով եւ բարոկ երաժշտության համագործակցությամբ շատ քիչ դասական ու ժողովրդական իհարկե տեսակ դասական դահլիճներում սովորաբար ժողովրդական երաժշտություն շատ բացառիկ դեպքերում ստացվում է, որ ներկայացվի ու շատ հաջողված էր հանցատեսը տպավորված ու նույնիսկ համերգից հետո վեբսայթին նամակներ են գրում մարդիկ շնորհակալություն են հայտնում այդ տեսակ երաժշտություն ստեղծելու, պարգևելու համար ու մյուս համերգների մասին ասեմ անցած շաբաթ անցած եւ փետրվարի 11-12 Փարիզի Սալկորտո լավագույն կամերային երաժշտության դահլիճում դարձյալ կվարտետի հետ, ամենահամերգով բավականին կարելի ասել sold out, եւ Բրյուժի Բելգիայի կոնցերտ Gebau համերգասրահում sold out Արսեն Պետրոսյան կվարտետի հետ ու դա ինձ ուրախացնում է, պարտավորեցնում է նաեւ, որովհետեւ այդ ընթացքի ես երբ որ միտք ունեի պրոյեկտը ստեղծելու 2018 թվականի եւ միտքը այդ էր որ այս տեսակ ձևաչափով ժողովրդականը երաժշտության ժանրում ներկայացնել հասնել մի կետի որտեղ հնարավորություն կլինի ներկայանալ այս տեսակը դասական կամերային երաժշտական դահլիճներում ու սրանք շատ հարգի դահլիճներ են երաժշտական աշխարհի համար եւ ոչ միայն ու կվարտետի, նաև գաղափարախոսությունը կամ իր հիմնական միտքը նա էր, որ ներկայացնել հայկական դասական ռեպերտուար։ Սայաթ Նովան, Նարեկացի, Ներսես Շնորհալի, այսինքն այն ստեղծագործությունները, որոնք իրանք դասական են համարվում։ Իսկ քարյակը իրենից ինչ է ենթադրում դուդուկ, ովքեր են մյուս երեքը։ Իմ ընկերներն են Հարվածային գործիկ, Ավետիս Քյոսոյան, Կանոն, Աստղիկ Սնեցունց եւ Սանթուր Վլադիմիր Պապիկյան, լավագույն երաժիշտներ, լավագույն գործի վարպետներ, լավագույն դուդուկահարի հետ։ Բոլորը լավ են նվագում բացի ինձանից։ Մի համեստություն արեք Արսեն ջան։ Մենք ձեր փոխարեն ամեն ինչ կասենք։ Եվ դուդուկը ստեղ ներկայանում ավելի երգեցիկ է, որովհետեւ դուդուկը ինքը մարդկային ձայնին ամենամոտն է եւ ռեպերտուարը այդպես ինչը որ երգեցիկ է, ինչ որ երգվում է դուդուկը վերցնում է այդ լիդերը շիփն թափես որպես սոլո մնացածը նվագակցում է եւ նաեւ հայկական երաժշտության հիմքում ինչն է անգած ունիսոնային ներկայանալու ձևաչափը այսինքն կա հարմոնիաներ, կա նվագակցություն, բայց մի պահ կա, երբ որ բոլորը նույն ձայնն են նվագում։ Դա շատ տիպիկի հայկական եւ արևելյան երաժշտության։ Ինչպես է ընտրում ձեր սիրանափողը։ Ունեք ամենասիրելի գործիքը կամ մանկությունից գիտեմ, որ շատ վաղ տարեկից 5-6 տարեկանից արդեն դուդուկ չէ, շվիով եմ սկսել 6 տարեկանից, հետո նոր դուդուկի եմ անցել։ Մինչև հիմա ես այդ ինչը որ ունեցել եմ, սկզբից այդ իմ պրոֆեսիոնալ գործիքները, մինչև հիմա ինձ թվում է դրանց ավելի մոտիկ եմ։ Իհարկե, նոր գործիքներ սիրում եմ ուսումնասիրել, փնտրել, բայց ես եթե մի բանը ինձ տենց ավելի մոտիկ է մինչև հիմա, մինչև եթե իրանք չվնասվեն։ Ու դուդուկ կամ ընդհանրապես այդ ձայն արտադրիչ խամիչները, իրանք ինդիվիդուալ են շատ, ամեն գործիք ունի իր գույնը, իր տեմբրը ունի, շատ տարբեր են։ Ու այդքանով ինքը շատ օրգանիկ է, նույնը չի երբեք։ Չեն կրկնվում իրական։ Չեն կրկնվում։ Ու երաժշտության մեջ ոնց է ֆրազան։ Հայրը դուդուկահար է, դրա համար ես ինչ ասում եք գիտեմ էլի։ Ասում եք, բայց օքեյ, պետքա զգուշ չէ, զգուշանա։ Դա մա դա մեր տանն այդպես ավանդույթներից է, քանի որ մյուս կողմը Արցախից է, որպեսզի չլիներ այդ տարբերությունը, որ դեռ չենք բերել, տատիկս հանում էր, այնտեղի տանն էլ կար օրինակ դուդուկ, այո, հետեւաբար մարտական պատրաստված էինք մենք գնում։ Իսկ դուք պատմեցիք ինչ է եղել, իսկ ինչ է սպասվում։ Հայաստանում չի լինելու համերգ, մենք էլ ենք ուզում գանք Արսեն ջան, չունենք վիզա գնանք Վիեննա։ Հայաստանում կա միտք կամերային դահլիճներում համերգ անելու, ուղղակի այդ զբաղվածության գրաֆիկների հետ կապված մի քիչ հետաձգվում է, բայց հույս ունեմ գարնանը, մտածում եմ ապրիլին ինչու՞ չէ համերգ անել այստեղ։ Ու Գաֆեսյան արվեստի կենտրոնում ունեմ համագործակցություն համերգ Տիգրան Կազազյանի հետ ու դահար մարտի 20-ին այդ առաջի համերգը ու մնացած կարևոր համերգները ընդհանրապես միջազգային իմաստով շարունակվում են ու աշխատանքային փուլի մեջ է
Եվ կարևորներից մեկը իմ երրորդ ձայնասկավառակի աշխատանքներն է, որը արդեն ձայնագրվել է եւ հուսամ պատրաստ է թողարկման այս տարի։ Դեռ քննարկման հետ է, որ ընկերության հետ։ Իսկ այլ ինչ շրջագայություններ կան, քանի որ նշեցիք ինչ է եղել, իսկ ինչ է սպասում, մոտալուտ իրադարձությունների մասին խոսենք։ Ամռանը ունեմ համերգներ Իտալիայում, Ֆրանսիայում, այսպես միշտ ծրագիր կա։ Մյուս ամիս ունեմ համերգ Գերմանիայում, ագա երյակի հետ, հա, Արմենիա, Ջորջիա, Անատոլիա, 3 տարբեր երաժիշտներ, հա, վրացի եւ Անատոլիայից եւ Հայաստանից 3 սիմվոլիկ գործիքներով հա նվագում ենք երաժշտություն տարածաշրջանում, հա։ Արդեն իրականում այն քիչ ամեն դեպքում այդքան շատ չեն այն երաժիշտները, որոնց միջազգային մամուլը այդպես անդրադառնում է։ Ես տեսնում եմ, որ բավականին ակտիվ այսպես ձեր անունը շրջանառվում է միջազգային մեդիա դաշտում։ Ինչպիսի օրինակ համագործակցության առաջարկներ են այդ ամենի ֆոնին ծնվում, արտասահմանցի երաժիշտների հետ եք դուք բեմ բարձրանում, դա շատ կարևոր է իրականում։ Համագործակցությունների հանդեպ ես շատ բաց եմ եւ նշեմ, հա, համագործակցություններից լեգենդար Ստիվ Ակետի գիտարը, հա, Genesis, հա, խմբի ռոք հպարտանանք, քո փոխարեն մենք հպարտանանք մեր հայրենակիցները։ Շանտելի, հա, էլեկտրոնային եւ չգիտեմ, եթե գիտեք, դիսկո պարտիզանը, հա, երաժշտության, հա, հեղինակը հետ։ Այդ գիտենք մենակ։ Հա, ինքը այդ իր շատ ազնիվ եմ էլի։ Իր հայտնի հա գործերից մեկը վերջերս իր հետ եմ համագործակցություն ունեցել բրազիլիացի կոմպոզիտորի հետ շատ տարբեր ովքեր որ հետաքրքրված կլինեն կարող են էջում նայել Google-ում տարբեր տեսակի երաժշտական ժանրերի հետ ես կողմ եմ երբ որ ինչ-որ բան կա ասելու ասելիք կա ինձ համար հետաքրքիր է միշտ նոր գույն բերելը հա Մեքսիկայում ունեմ Մեքսիկայում արաբական էմիրություններում տարբեր ամբողջ աշխարհում իրականում ներկայացնում եք մեր ինձ համար մեծ նվեր է այս ամեն ինչ իհարկե տարիների մեծ աշխատանք կա դրա մեջ դրված եւ դա դեռ շարունակական փուլի մեջ է ու որ հետ եմ նայում իմ գործունեությունը այսինքն միջազգային առաջի քայլերը 2015-16 թվականից է սկսվել առաջի ձայնասկավառակը ու 10 տարի է, հա, ու այդ 10 տարին իմ համար շատ սիմվոլիկ է, ու ընդհանրապես կամ 5 տարիների եմ բաժանում ու տեսնում եմ, որ մեծ ինքը կապ կա։ Այսինքն սկսել եմ ամենափոքր համերգից ու կյանքի բերումով ինքը այդ մեծ հաջողությունները շարունակական փաստում են այն մասին, որ կարելի է շարունակել։ Երբ որ անում ենք ինչ-որ բան չի ստացվում, իհարկե հիասթափություններ կան եւ այլն, ու ասում ես ինչի համար եմ անում այս ամեն ինչը, բայց որ այդ աշխատանքի ընթացքում անում ես ու ինչ-որ կետեր հա գալիս ասում ես ուրեմն արժի անել, հա։ Ես այդ գաղափարով եմ մոտենում իրան։ Վերջին շրջանում ձեր սերնդակիցների մոտ առավել այսպես մեծացել է կարծեք թե հետաքրքրությունը մի բան քիչ անկում էր ապրում դուտուկի հանդեպ ազգային երաժշտական գործիքների ոնց որ թե հիմա ավելի շատ են եւ լսում եւ հետաքրքրվում Ինձ թվում է հա ընդհանրապես աշխարհում է երևի ընդհանուր ակուստիկ երաժշտության հանդեպ հետաքրքրությունը մեծանում է հա այս ամեն ինչի հետ որտեվ ամեն ինչ կարող է ստեղծել հա չգիտեմ դիջիտալ ֆորմատում եւ այլն բայց ամենաբարդ, ամենակարևոր կետը որ բաց է հանդիսատեսի հետ ակուստիկա նստես նվագես մարդուն ինչ-որ բան տաս ինձ թվում է այս ամեն ինչը մեծ թափ է առնում որը շատ ուրախալի է ու ժողովրդական երաժշտության իմաստով էլ ինքը միշտ արդիական է հա ինքը հասարակ ջուրն է իրականում եթե չլինի այս ջուրը հասարակ չի ֆիլտրված է ֆիլտրված է ավելի երաժշտությունն էլ ֆիլտրվածն է պետք է մատուցես որ հա բայց այդ ջուր այսինքն ջուրն է հիմքը ինչը ամեն երաժշտության մեջ այդ ֆոլկը կա ինչ ինքնությունն է ֆոլկը ոնց է դասական կոմպոզիտորների մոտ բոլոր հաջողված դասական կոմպոզիտորների երաժշտության հիմքում բոլոր իրենց ֆոլկը ազդեցությունն Արամ Խաչատրյան, Էդվարդ Գրիգ, չգիտեմ Շոպեն, ամեն մեկը իսկապես, եթե չկա այդ, ուրեմն իրանք քո ազգայինում չկաս համամարտկային արժեք ստեղծելը դժվար է լինելու։ Այդ 100% այդ կոնցեպտով է աշխատում ինքը։ Ու ինքը միշտ արդիական է ու հազարամյակների շնորհիվ, չգիտեմ, շարունակական ինքը ապրում է։ Իհարկե կա ժամանակ քիչ, կա շատ, բայց ինքը միշտ մեր հետ է, ինչքան մարդկությունը կա, ինքը կենթանի օրգանիզմ է։ Ու մնացածը պատմություններ են, հա, ոնց է մարդիկ չգիտեմ գիրք են կարդում կամ ֆիլմ են նայում թատրոն, պատմություն կա մեջ, հետաքրքրություն կա,
ու ամեն մեկի համար դա անձնական արդեն ինչքանով է իրան հասանելի, ինչքանով է իրան դիպչում սրտին, հա, կապ ստեղծում, սիրում, տենց է ձևավորվում, հա, այսքան մարդ այս մի բանն է սիրում ու ամեն ժանրերը իրանց հետաքրքրությունն ունեն։ Կարևորը հարգելու ու հասկանալու կոնցեպտն է այստեղ։ Արսենք ես ստեղծագործական նորանոր հաջողություններ ենք ցանկանում մեզ հիանալու, հպարտանալու առիթներ, որովհետև մեր հայրենակիցն է աշխարհին ներկայացնում հայկական ծիրանափողը։ Իսկ դուք չեք փոխում հերոստալիքը, որպես այսքան պատմեցինք, պետք է դիտենք տեսահոլովակը, երազել դիտենք եւ լավ աշխատանքային նոր ունենանք, ճանապարհենք այս ձմեռ։ Այսօր գեղեցիկ գարնանամուտ երազել երկի ներքո։